Բայց ինչ եմ ուզում կարևորը մատնանշել, գիտեք, մենք խոսում ենք իրավական գործընթացների մասին, բայց ակնհայտ է, որ այստեղ բացառապես քաղաքական որոշում է եւ քաղաքական որոշման նպատակը այն է, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներից օգտվել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհայտնվի ազգային ժողովում, իսկ դա այսօր այս իշխանության համար իհարկե կենսական խնդիր է կայանում։ Արդյունքների վրա կարող է ազդել, լեգիտիմության առումով։ Տեսեք, որ երկրորդ նշանակվի դրա հիմք կարող է հանդիսանալ։ Նույն 101 հոդվածը խոսում է այն մասին, որ եթե վերաքվեարկության արդյունքները այնուամենայնիվ չեն վերացնում ուժերի նկատմամբ ազդեցությունը, ապա կարող է ազգային ժողովի անվավերության հետ կապված որոշում կայացվել։ Հետևաբար, այո, հետևանքները կարող են գնալ ընդհանուր միջև ազգային ժողովի ընտրությունների անվավեր ճանաչելը։ Ես կարծում եմ, պարոն Օրբելյանը շատ ավելի մանրամասն կխոսի նաև ընտրական օրենսգրքի կարգավորումների մասին, բայց քանի որ ես ունեմ այսօր այս ամբիոնը, ուզում եմ նաև ձեր ուշադրությունը գրավել մեկ այլ հարցի վրա, որը անուղղակիորեն կապված է ընտրությունների հետ, թեև մենք նաև ուղղակի կապեր ենք տեսնում։ Գիտեք, որ այսօր առավոտյան խուզարկություն տեղի ունեցավ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգնաս Մանուկյանի տանը, մեր գործընկերոջ տանը, եւ ես ուզում եմ պարզապես մեկ անգամ եւս հրավիրել բոլորի ուշադրությունը այն կներեք ձևակերպմանս համար, բայց այն խուժանության վրա, որ տեղի է ունենում ամեն անգամ, երբ տեղի են իրականացվում են որոշակի քննչական գործողություններ։ Եթե հետևել եք տեսագրությանը, ապա քննիչները ուրեմն մուտք են գործում մարդու տուն առաջին հերթին առանց պատշաճ ներկայանալու, թե իրենք ովքեր են, եւ միայն մեր գործընկերոջ պահանջով է, որ բարեհաճում են ցույց տալ իրենց վկայականը եւ հավաստել, որ իրենք քննիչներ են եւ ոչ թե ինչ-որ խուլիգաններ, ովքեր մուտք են գործում մեր գործընկերոջ տուն։ Հետո երբ մեր գործընկերը պահանջում է որոշումը դատարանի խուզարկություն իրականացնելու վերաբերյալ, մեր գործընկերոջն ասում են դուք խոչընդոտում եք քննչական գործողությանը։ Այդպիսի աբսուրդ պարզապես հնարավոր չէ պատկերացնել։ Սա էլ խոսում է այն մասին, որ ԻԱՊԱ համակարգը ծառայում է ինչ-որ մեկին, պարզապես որոշում է պետք է այնքան անմռունչ ծառայել, որ իրենց համար պարզապես նշանակություն չունի, որ իրենց գործողություններով նույնիսկ ոչ միայն այսպես կասկածի տակ են դնում ողջ գործընթացը, այլ նաև իրենց գործողություններով ողջ իրավապահ համակարգի նկատմամբ ստեղծում են ոչ վստահելի վերաբերմունք։